Գեղամ Գրիգորյանի ծրագրերից ևս մեկը իրականություն կդառնա։ Ապրիլի 4-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդիսատեսին կներկայացվի Բելինիի գլուխգործոցը Նորման։ Ծրագրերը, որոնք որ Գերաստան ղեկավարը Գեղամ Գրիգորյանը ծրագրերը այս տարվա մեջ մենք անպայման իրականացնենք եւ աշխատենք դառնել իհարկե բարձր մակարդակով։ Նորմայի առաջի բեմադրությունը այս բեմում 1975-ին էր եւ տասնամյակներ հայ հանդիսատեսին հիացրել էր Նորմայի դերում Գոհար Գասպարյանի Բելկանտոն։ Բեմադրությունը, սցենոգրաֆիան եւ լուսային ձևավորումը Բորիս Հայրապետյանինն է, ով այն բեմադրել էր դեռևս 2001-ին եւ անգամ ֆիլմ օպերա էր նկարահանել Հասմիկ Պապյանի եւ Գեղամ Գրիգորյանի մասնակցությամբ։ Մենք ասում ենք պրեմիերա, բայց ինքը ավելի շատ վերականգնվող ներկայացում է, որը որ ժամանակին եւ Բարիսը բեմադրել էր։ Հետաքրքիր է նրա մեկնաբանությունները բեմի վրա, ասենք նկատողությունները լսելը, աշխատելը նրա հետ, յուրաքանչյուր ժեստը, սա թատրոն է, որտեղ եւ երաժշտությունը եւ խաղը բեմական պետք է լինեն 100%-ով։ Երկուսն էլ 100%-ով։ Մեկը մեկին լրացնելով։ Լավագույն հիշողություններ են ինձ կապում Գեղամ Գրիգորյանի հետ, ասաց բեմադրության դիրիժոր Ջանլուկա Մարչյանոն։ Նա հզոր երգիչ չէր միայն, նա հզոր արտիստ էր, հզոր գիտելիքների տեր, նա ինձ շատ բան տվեց։ Գեղամ Գրիգորյանի համար Բելկանտոն օպերային արվեստի հիմնաքարն էր, եւ նրա երազանքն էր հայ բեմում իրականացնել իտալական օպերային արվեստի լավագույն գոհարները։ Թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանի խոսքով Գեղամ Գրիգորյանի հիշատակին կնվիրվի ոչ միայն այս ներկայացումը, այլ տարվա բոլոր պրեմիերաները։ Ինչ վերաբերում է թե ով լինի օպերայի գեղարվեստական ղեկավարը, Անդրանիկ Արզումանյանը պատասխանեց, որ մարդկայնորեն ճիշտ չէ նման հարց քննարկել, երբ դեռ անփոխարինելի կորուստից ընդամենը 1 շաբաթ է անցել։